Շնորհավորում եմ Եվրոպական համալսարանի 25-ամյակի կապակցությամբ։ Կարելի է համալսարանական կյանքում համարել փոքր երիտասարդ տարիք, բայց մեր պետության կյանքում այն բավականին հասուն տարիք է, հաշվի առնելով, որ մենք պետությունը, երրորդ հանրապետությունը ևս այդքան մեծ չէ։ Ուրախությամբ ընդունեցի այս առաջարկությունը եւ հրավերը, իրականում փորձում էի շատ ծանրաբեռնվածությունից արդեն ճանապարհի կեսից մի քիչ խուսանավել, բայց շատ ուրախ եմ, որ այն չհաջողեց ինձ եւ ես այսօր այստեղ եմ, տեսնում եմ բավականին մեծ հետաքրքրություն այս թեմաների վերաբերյալ, բավականին շատ ծանոթ դեմքեր, ուսանողներ, իմ ընկերները, գոլեգաները, որոնց աշխատանքները իրապես հետաքրքիր են, մի քիչ պիտի զարմացնեմ պարոն Ղամբարյանին, այդքան էլ չեմ հակադրվելու իրեն, բայց կուզեի ասել, որ ավելի շատ ամբողջ ճանապարհին, երևի 3-4 ամիսա էփում եմ իմ մեջ այդ տեղեկատվությունը, համաձայնել այդ մասով թե չհամաձայնվել, բայց եթե ազնիվ լինեմ, մի 9 տարի պայքարում եմ այս գաղափարի դեմ։ Ուրախությամբ իմ համար մեծագույն պատվի արժանացած վիճակ է ինձ համար պիտի տեղեկացնեմ, մի 5 օր առաջ լրացավ իմ դատավոր նշանակվելու 10 տարին, ես հեշտությամբ չեմ դատավոր դարձել, ես պայքարել եմ ամբողջ աշխարհի եւ առաջի հերթին ինքս իմ դեմ եւ փորձել եմ հաղթահարել այդ արգելքները ու արժանանալ այդ մեծ պատվին ու պատասխանատվությանը։ Եվ հաճախ ուսանողների հետ խոսելիս ասում էի դասերի ժամանակ շատ աշխատանքներ ունեմ, պարոն Ղամբարյանը եւս նշեց այդ մասին խափանմիջոցների հետ կապված, դասեր անում եմ երևի թե բոլոր ուսումնական հաստատություններում եւ բուհերում մեր երկրի, այնուամենայնիվ հարցս միշտ տալիս է, այ ինչ պետք է անել, եթե հանկարծ խափանման միջոցի քննության ժամանակ հանդիպեք մի իրավիճակի, երբ ակնհայտ անթույլատրելի ապացույց է ձեր առջև դրված որպես հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական հանգամանք եւ չկա այլ փաստական տվյալ։ Ինչու եմ ասում գրեթե 9 տարի, որովհետեւ իմ դատավոր նշանակվելու առաջին, երկրորդ տարիների մեջ էր, առաջին ատյանում էի բոլոր դեպքերում, երբ կար փաստական տվյալ անչափահասի ցուցմունք էր, որտեղ բացարձակ խախտումներով վերցված ցուցմունք էր, օրինական ներկայացուցիչ չկար, հոգեբան չկար, մանկավար չկար, որը մեկը չկար եւ ակնհայտ էր, որ այդ ապացույցը չի ունենալու ճակատագիր։ Եվ այս դիլեմայի առաջ կանգնած հիմա կասեք դատավոր այդպես չպիտի ասի, բայց այդպես ասել եմ եւ այդպես մտածել եմ։ Փրկեց ինձ, բայց իրականում գործը այն հանգամանքը, որ դա միակ եւ վճռորոշ փաստական տվյալը չէր, որ կապում էր իրավիճակին։ Եվ ես ուղղակի խուսանավեցի այդ փաստից, չգնահատեցի, բայց այդ փաստը չանցավ իմ մոտ հեշտ։ Ես գրեթե 9 տարի տանջվեցի այդ գաղափարից։ Իսկ եթե դա միակը լիներ, ես ինչ էի անելու։ Արդյոք գնալու էի առաջ եւ ասելու էի, որ չէ, այստեղ չկա հիմնավոր կասկած, որովհետեւ ապացույցը ձեռք է բերված ոչ իրավաչափ ճանապարհով։ Պարոն Ղամբարյանն ասում է հոգեբանական խնդիր է կարծրատիպերից դուրս գալու, ես կասեի այսօր ճանապարհին մի ժամ խցանումների մեջ այդ եմ մտածել։ Հոգեբանական խնդիր չէ, կամային խնդիր է։ Կա արդյոք կամք կանգնելու եւ գնահատելու։ Դատավորները մարդիկ են։ Ինչքան էլ զարմանալի չէ, վախեր, անհանգստություններ, հուզմունքներ, կամք, այս ամենը ունեցող մարդիկ են, որոնք կարող են եւ վախենալ, կարող են եւ անհանգստանալ, եւ դա լրիվ նորմալ է։ Չվախեցող մարդիկ հիմարներն են։ Վախեցող եւ իրենց վախերը հաղթարել փորձող կամ դրանք հաղթարող մարդիկ են, որոնք իրենցից որևէ բան են ներկայացնում եւ որոշակի փոփոխում են իրավական համակարգերը կամ դառնում են այդ իրավական համակարգերի այդ պատերը շարող վարպետները։ Ես հույս ունեմ, որ կամքի մասին է խոսքը եւ ոչ թե կարծրատիպերի, որովհետեւ կամային հատկանիշի արկայությամբ կարելի է նաեւ փոխել այդ հանգամանքները։ Ես չեմ ասում, որ ապացույցի թույլատրելիությունը չպիտի քննարկվի, քանի որ չեմ ուզում էլ նախաբան ասեմ, նախաբանը արդեն ձեզ հասկանալի է, պիտի չքննարկվի ապացույցի թույլատրելիության քննարկման ինչ ծավալի եւ ինչ աստիճանի մասին մենք պիտի խոսենք։ Եթե ինչ որ բանով մենք չհամաձայնվենք, դատավորներս կամ ես հատկապես
պարոն Ղանբարյանի եւ մյուս ավելի ազատ գիտնականների հետ, որոնք կարող են նաեւ աբստրակտվել եւ այդ գաղափարները ասել, ապա դրա սահմանների մասին է խոսքը։ Մյուս հանգամանքը, որ կուզեի ասել նաեւ իմ փորձից, ես հիշեցի իրականում Պետիկին, որ շատ եմ սիրում, շատ գրագետ եւ արժանապատիվ մարդ արդեն երկար տարիներ ճանաչում եմ, թե Պետինք շատ երիտասարդ է, բայց իր տարիքից շատ առաջ ընկած մտածողություն ունի։ Խոսքը պայմանի եւ հիմքի, ես կարծում եմ պարոն Ղանբարյանի մոտեցումը պայմանավորված էր նրանով, որ մեր դատավարական օրենսգիրքը ասում է հիմնավոր կասկած եւ իրավաչափության նպատակներ։ Նախորդ օրենսգիրքը իմ կարծիքով այդ տեսանկյունից ավելի հստակ էր ցույց տալիս պայմանների գնահատման հնարավորությունը եւ այո, մեղադրյալ ներգրավելու որոշման արկայությունը համարվում էր պայմաններից մեկը։ Ինչքան էլ տարօրինակ չէ, վճռաբեկ դատարան ասել էր որոշման արկայություն, ոչ թե մեղադրանքի արկայություն, այլ մեղադրյալ ներգրավելու որոշման արկայություն։ Եվ ցավոք սրտի մեր պրակտիկ իրավաբանները կարծես թե այն մեկնաբանում էին որպես ուղղակի այդ փաստաթղթի գոյություն դրված փաստաթղթերի տրցակի մեջ։ Ես փեք այդպես չեմ մտածել, ճիշտ է հակառակ ուղղությամբ են որոշում կայացրել, բայց կարծում եմ մեթոդաբանական տեսանկյունից շատ չէ տարբերությունը։ Հիմա մի փորձ պատմեմ ձեզ, Վերաքննիչ դատարանում մի գործ մեղադրանքի խափանման միջոցի կալանքի վերաբերյալ բողոք էր քննվում եւ հետաքրքիր է որ ես սովորաբար կարդում եմ ինչքան էլ զարմանում են փաստաբանները որ դատավորները կարդում են գործերը բայց ես եւ կարդում եմ եւ հասկանում եմ եւ հասկացած եւ ինչ որ բան մտածած մտնում եմ նիստերի դալիճ եւ այդ գործով բավականին որակյալ ես շատ հարգում եմ այդ փաստաբաններին ափսոս իրենք այստեղ չեն որակյալ փաստաբաններ էին մասնակցում եւ իրենք չէին տեսել, որ այդ գործի մեջ չկա մեղադրյալ ներգրավելու որոշումը, որը ըստ իրենց շատ արագ կարող էր այդ բողոքը բավարարելու հիմք լինել։ Երբ ես հարցը բարձրացրեցի, պաշտպանները ասացին. «Ահա, բռնել ենք»։ Դե հիմա բեկանեք այդ կալանքի որոշումը եւ հետ ուղարկեք։ Վերջ, ասացի նախ դուք չեք գրել այս մասին, ես հարցրեցի Երկրորդ եկեք հասկանանք դուք հնարավորություն ունեցել եք մեղադրանքին ծանոթ լինելու ու պատրաստելու եւ պաշտպանվելու հնարավորությունը ձեզնից որևէ կերպ չի խլվել եւ դուք հասկացել եք ինչից եք պաշտպանվում թե ոչ։ Ես անպայման կբեկանեի այդ ակտը եւ կբավարարեի բողոքը, եթե ոչ միայն իրենք բողոքը գրած լինեին այդ մասով, այլ նաեւ եւ հատկապես մեղադրյալ ներգրավելու ոչ թե որոշման արկայությունը կամ բացակայությունը, այլ դրա գոյությունը կասկածի տակ դրվեր։ Որտեւ ես ուղղակի կարող եմ կորցնել այդ թղթերը ճանապարհին կամ քսերոքս անել 100 թուղթ եւ այդ մեկը դուրս մնա եւ ես սա չպիտի դիտարկեմ որպես բովանդակային կարեւորություն։ Հիմա կասեք, բայց սա ինչ կապ ունի նրա հետ ինչ խոսում է պարոն Ղանբարյանը։ Դրա կապը իմ կարծիքով նրանում է, որ այո, ես կարծում եմ դա պիտի գնահատվեր դատանի կողմից։ Դուք ասում եք, որ դատավորները չեն համարձակի, ես եւ համարձակել եմ եւ անպայման գնահատել եմ եւ կգնահատեի, որովհետեւ մեր համար կարեւորը ոչ թե այս թուղթն է, որտեղ գրված է որոշում մեղադրյալ ներգրավելու մասին, այլ թե այն իրականում որոշում է թե ոչ։ Եթե այն օրինակ լիներ որոշում մեղադրյալ ներգրավելու մասին եւ այստեղ լիներ իմ շատ սիրելի գոլեգայի, որ նոր իմացա նաեւ հարազատ է Պարուշ Սևակի բանաստեղծություններից մեկը, այն չէր կարող դիտվել որպես որոշում։ Այն պիտի ունենար որոշման առնվազն չվիճարկելի կամ առնվազն աչքի համար, ակնհայտության համար բավարարության տեսանկյունից հնարավոր տեղեկատվություն։ Եթե օրինակ ոստիկանության բաժնի պետը գրեր որոշում եւ տակը ստորագրեր քրեական հետապնդում հարուցելու մասին, միթե դատավորը պիտի ասի, քանի որ որոշում է, անկախ նրանից ով է այն ստորագրել, ես չեմ կարող տեսնել։ Ռուսները կասեն սամադուր։ Այդ դեպքում իմ կարծիքով մարդը իրեն չի կարող լավ զգալ եւ ասել, որ ես իրավունք չունեմ գնահատելու, նույնիսկ եթե գնա կարգապահական պատասխանատվության, պիտի ասի, ես չեմ տեսնում այստեղ որոշում, անունը որոշում է, ամանումը ոչ մի այլ բան։ Ես կարծում եմ սա պետք է գնահատվի անկախ ամեն ինչից, ոչ այն աստիճանի, որ մենք վեճի մեջ մտնենք, բայց առնվազն ակնհայտության, աչքի համար ակնհայտության տեսանկյունից պիտի հասկանալի լինի, որ սա որոշում է, որը կայացվել է իրավասու սուբյեկտի կողմից։ Այ կարող է վիճարկվել, օրինակ դատախազը բացարկման ենթակա էր, սա չեմ կարծում, որ պիտի քննարկվի, այ որ դատախազը տվյալ պարագայում ոչ իրավաչափ ճանապարհով էր դատախազ նշանակվել, սա եւս կարծում եմ այդ փուլում չպիտի գնահատվի, եթե մենք չունենանք
որևէ որոշում, որ ակնհայտության աստիճանի ցույց տա, որ իսկապես դատախազը իրավացու չէր այդ որոշումները կայացնելու, բայց այդ թե քննիչ է ստորագրել, թե դատախազ, սա շատ պարզունակ մեխանիզմ է եւ դատավորը չպիտի զրկված լինի այս հարցի գնահատումից։ Նմանատիպ մեկ այլ հանգամանք ես կուզեի օրինակ բերել, երբ չգիտեմ որքանով կհամաձայնվեք իմ հետ, հարգելի գիտնականներ եւ ուսանողներ, բայց խուզարկության ինձ համար շատ կարևոր թեմա բարձրացվեց որոշակի անձեռնմխելությունից, այդ թվում նաև ֆունկցիոնալ անձեռնմխելությունից օգտվող անձանց մասով նմանատիպ խափանամիջոցների կիրառման պրակտիկայում այդ անձեռնմխելությունը հաղթահարելու ճանապարհը ոչ միայն խափանման միջոցի, էլի ինստիտուցիոնալ առումով մենք գործ ունենք միջդատական վարույթի դատական վերահսկողություն, այսպես ընդհանուր հին տերմինով ասած, կամ դատական երաշխիքների վարույթի տեսանկյունից գործ ունենք, օրինակ խուզարկության ժամանակ արդյոք պիտի հաղթահարվեր օրինակ դատավորի անձեռնմխելությունը, որը բարձրագույն դատական խորհրդի կողմից թույլտվության ճանապարհով կատարվող գործողություններ, թե ոչ։ Եվ ես այդ հարցի շուրջ եւս որոշում եմ կայացրել եւ այդ որոշումը անկյունակարային է դարձել հետագայում այդ թվում նաեւ այդ դատավորի արդարացման համար եւ այս պահին դատավորը արդարացված է տարիներ հետո նաեւ վերականգնված է իր աշխատանքում։ Հիմա կարող էր դատավորը գնահատել թե ոչ։ Այո, վիճարկում էր նաեւ դատախազությունը եւ այլ մարդիկ կարող էին այդպես ասել, որ արդյոք դատավորը պիտի գնահատեր այդ հանգամանքները, երբ խոսքը գնում էր խուզարկության մասին, արդյոք այդ աստիճանի պիտի գնար, արդյոք սա մեղադրանք կամ քրեական հետապնդում էր թե ոչ։ Եվ ես եկել եմ այն համոզման, որ այո, սա քրեական հետապնդում է, եւ քանի որ քրեական հետապնդում է, ուստի պետք է հաղթահարվեր անձեռնմխելությունը, նոր դրանից հետո ինտենսիվ գործողությունների միջոցով սահմանափակվեր անձի իրավունքները։ Այս առումով եւս կա փորձ, եւ այդ փորձը վկայում է այն մասին, որ մենք միշտ չի որ հետ ենք կանգնում։ Ինչու է ավելի ու ավելի գնալով խորացել այն մոդելը, որ ապացույցների թույլատրելության մասով դատարանները ավելի շատ նախընտրում են չմտնել այդ գործընթացի մեջ։ Ես կարծում եմ այն ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ պատճառների մեջ կարելի է դիտարկել ժամանակային սահմանափակ մեխանիզմները, հատկապես նախորդ օրենսդրության պայմաններում։ Հիմա կարող է երիտասարդ ուսանողները չհասկանան այդ հանգամանքը, բայց դուք եթե հիշեք, նախորդ օրենսդրությունը չէր տալիս 12 ժամ դատավորին, որպեսզի հանգիստ այդ հարցերի շուրջ որոշումներ կայացնի եւ աշխատակարգային եւ դրանից բխող չերևացող վտանգների տեսանկյունից։ Եթե քեզ մոտ բերել են մանձին կալանավորելու 20 րոպե առաջ նրա ձերբակալման ժամկետի լրացումից, այն ստրես է, այն ռիսկ է եւ այդ ռիսկը ձեզ անկեղծ ասեմ, մենք որ դատավարության օրենսգրքում գրել ենք, որ դատավորը այդ ամեն ռիսկի հետ կապ չունի, բայց ինչպես ասեց պարոն Ղամբարյանը, այդ մահակի գործոնը չպիտի մոռանալ, դատավորները մարդիկ են, նրանք աստվածներ չեն եւ մարտիրոսներ չեն, նրանք մարդիկ են եւ մենք չպիտի այնպիսի համակարգ ստեղծենք, որ այս մարդիկ կամ մարտիրոսություն անեն, կամ խելահեղություն։ Եվ այդ պատճառով դատավորը գնահատում էր հնարավոր կարճ ժամանակահատվածում հնարավոր սեղմ հարցեր, բովանդակային, հատկապես հարգելի գոլեգաներ, դա բխում է վճռաբեկ դատանի նախադեպային որոշումներից, որոնցում նշվում է տվյալ տեղեկություն, տեղեկատվություն, ինչ ուզես։ Ապացույց բառը մեծացված է, ապացույց բառը տարաբաշխված է եւ տեղեկություն, տեղեկատվություն բերելու պարագայում ինչ չափորոշիչներով գնահատել թե տեղեկությունն ու տեղեկատվությունը ինչի է համապատասխան։ Սա սուբյեկտիվ առաջին օրինակս եւ օբյեկտիվ հանգամանքները, որոնք դատավորներին միշտ չէ որ հնարավորություն են տվել խորամուխ լինել։ Բայց ակնհայտության աստիճանի հետ չեմ վիճելու եւ ավելին ասեմ, ավելի ու ավելի հավատում եմ այն գաղափարին, որ միգուցե էվոլյուցիոն զարգացումը պիտի բերի շատ ավելի լուրջ միջոցների։ Մի բանից էի ուզում սկսել, ուղղակի հետաքրքիր հարցեր տվեցին ուսանողները պարոն Ղանգաբարյանին եւ վերջինս էլ մի քիչ պրովոկացիոն տենց հայտարարություններ արեց, ասի դրանցից սկսեմ, բայց իրականում ուզում էի ասել ամենաանիմաստ շակերտներում ամենաթեթև եւ ամենաքիչ ուշադրություն դարձվող ինստիտուտը խափանամիջոցն է, որ պիտի լիներ քրեադատավարության մեջ, բայց որին մենք ուշադրություն ենք դարձնում ամենաշատը։ Եվ սա վատ բան է։
եւ սա վատ պրակտիկա է։ Ինձ եթե հարցնեք առանց մեծամտության ես կասեի, որ խափան միջոցները ընդհանրապես ոչ վերաքննիչ, ոչ Ջրաբեկատյաններում չպետք է քննարկման առարկա դարձվեին։ Դրանք պիտի շատ կարճ ժամանակ քննարկվեին առաջիացիանում եւ այդտեղ վերջանար այդ ամենը։ Բայց ինչպես ասեց իրավաքաղաքական այն ահռելի բովանդակությունը, որ տվել ենք այս թեթև ինստիտուտին, բերել է մեզ այսօրվան, որ Ջրաբեկ դատանի մակարդակով խափանման միջոցի ամեն մի տեսակի ու տարատեսակի, նույնիսկ կիրառական մակարդակի որոշումներ են կայացվում։ Լավ է թե վատ է եւ լավ կլիներ, որ մենք զարգանայինք որպես հասարակություն եւ համայնք այն աստիճանի, որ նման հարցերը չդառնային։ Դա կլներ այն ժամանակ, եթե մենք իսկապես համ հասկանայինք, համ ընդունեինք խափանման միջոցը պատիժ չէ, խափանման միջոցի նպատակը ընդամենը իրավահպատակ վարքագծի ռիսկերի նվազեցում, ոչ իրավահպատակ վարքագծի ռիսկերի նվազեցումն է վարույթի ընթացքում։ Այն վերածել ենք մի հատ մահակի գործիքի։ Սա հասկանալի երևույթ է, զարգացած հասարակությունները մերժում են դրա այդ գաղափարը, ոչ ենք, սա հասարակական խնդիր է։ Ես հանկարծ չմտածեք, որ սա իրավաբանների միայն խնդիր է, ոչ, սա հասարակական խնդիր է։ Հասարակությունը պնդում եւ ճնշում է եւ քննիչին, եւ դատախազին, եւ դատավորին, որ եթե դու այս գործով կալանք չես կիրառում, կամ կոռումպացված ես, կամ թույլ ես, կամ չես պայքարում կազմակերպված հանցավորության դեմ, կամ բաց ես թողում վատ եւ լավ իրավիճակում գտնվող մարդկանց եւ այլն։ Երբ մենք հասնենք եւ հասունանանք դեպի նա, որ մենք գործ ունենք ընդամենը կարճաժամկետ իրավիճակում որոշակի սահմանափակիչ գործոնների հետ, մեր մեծ մասամբ եւ խափան միջոցները այլ պատկեր կունենային եւ հասարակությունը այլ կերպ կընկալեր խափանման միջոցի հետ կապված հարցերը։ Մեր համար սարսափելի է մտածել, որ սպանության մեջ մեղադրվող անձը կարող է կալանավորված չլինել։ Ցավոք սրտի ամենաբարձր մակարդակում այս ամենը բարձր հայտարարվել են նույնիսկ հեռուստատեսություններով եւ տարբեր տեսակի համայնքների հետ հանդիպումների ժամանակ։ Ես ինքս բազմաթիվ դեպքերով սպանության մեջ մեղադրվող անձի բաց եմ թողել, խափամիջոցը փոխել եմ։ Բայց ես հասկանում եմ այդ հոգեբանական ճնշումը, որ արկա է հասարակության կողմից դեպի պրոֆեսիոնալ սուբյեկտներ։ Ուղղակի եւ անուղղակի այսպես ասած հսկողության մասին մի աշխատանք ենք Եվրոպայի խորհրդի Կաչալով ու Կաչալովայի ռուս հեղինակների հետ մենք մի աշխատանք էինք արել, ես եւ մեր դատախազության իմ ընկերներից մեկը, ես մի քիչ մեղմեցի այդ հատվածը, բայց ռուսները օրինակ շատ ավելի ուժեղ են նայում այդ հարցին եւ ասում են մենք խափանման միջոցի կամ միջդատական վարույթի շրջանակներով կարող ենք հսկողություն իրականացնել վարույթի նկատմամբ։ Եթե դուք օրինակ տեսնեք, մենք նույնիսկ հնարավորինս աշխատում ենք շատ խորամուխ չլինել, թե քննիչի բերած միջնորդության մեջ ժամկետի երկարացման առումով գործողությունների կատարումը իրական էր, դրանք կատարված են կամ դրանք անհրաժեշտ են, թե ոչ։ Մենք կասենք, որ արդյոք սա դատանի դերն է եւ նշանակությունը։ Օրինակ ռուսներն ասում են դատավորը պիտի ակտիվ լինի այս առումով եւ հսկի, որպեսզի քննիչը ամեն անգամ նույն բանը չբերի կամ բերելուց էլ հաշվետու լինի, թե ինչու է բերել այս օրինակ վկաների քանակը եւ ասում ես պիտի իրենց լսեմ։ Կարճոք հիմնավորում, որ այս մարդիկ պետք են գործի համար, կամ կարճոք հիմնավորում, որ այս գործընթացը, որը այսքան երկարում է, նպատակային է, թե այն ընդհանրապես խափամիջոցը ձգձգելու եւ երկարացնելու միտում ունի։ Ես մի քիչ մեղմեցի, ասացի, որ դատանը բոլոր դեպքերում գնահատման պիտի ենթարկի դրա անհրաժեշտության տարը, բայց ոչ այնքան խորամուխ լինի, որ քննիչին չխանգարի։ Այնուամենայնիվ այս հսկողությունը գնալով իր տեղն է ունենալու եւ մյուս հանգամանքն էլ, որ դատախազն է գործի տերը, այն փոխվել է նաեւ այս նոր օրենսդրության դատաքննության փուլում։ Դատախազի կարծիքը նույնիսկ մեղադրանքից հրաժարվելը այլևս չի կարևորում որպես գործընթացի ավարտ եւ թողնում է դատանի վրա։ Այդ թվում նաեւ ի վերջո դատավորը կարողանում է խստացնել մեղադրանքը, որը բերվել էր դատախազի կողմից։ Սա եւս այդ դատավորակենտրոն մոդելի հիմք է հանդիսանում։ Այնուամենայնիվ մենք ինկվիզիցիոն նախաքննություն ունեցող դեռևս պետություն ենք եւ սա եւս չպետք է մոռանանք եւ այս պայքարը անընդհատ լինելու է, բայց այս պայքարի կիզակետը ես կարծում եմ հասարակական մտածողության փոփոխությունն է
եւ երբ այդ մտածողությունը որոշակի փոփոխության կենթարկվի, կարծում եմ դատավորը նաեւ արդյունքում կգա այն համոզման, որ այդ թույլատրելիության ընթացակարգային թե բովանդակային մոդելները պիտի դիտարկի։ Ինչ մասով դիտարկի։ Ես հույս ունեմ ոչ այն ծավալով, ինչ ծավալով որ դատաքննության փուլում է, բայց նաեւ ոչ այն ծավալով, որ հիմա է տեղի ունենում, այսինքն բացարձակ վերացարկված։ Եվ այս բացարձակ վերացարկումից դեպի իրական գնահատում դեռ ժամանակ է պահանջելու, բայց այդ ժամանակը կարծում եմ հոսում է արդեն դեպի իսկական ուսումնասիրում, դրա պայմանավորված կլինի որակյալ դատավորներով, լավ քաղաքացիական եւ իրավական մտածողության հասարակությամբ եւ ուսանողներով, ինչպիսիք այսօր այստեղ հավաքված են։ Ես շատ եմ կարևորում իմ ընկերների տեսակետը, մենք հաճախ չենք համաձայնվում իրար հետ, բայց վստահաբար հարգում ենք իրար տեսակետ եւ կարծում եմ սրա մեջ է հաջողության բանաձևը։ Շնորհակալություն